Մոկած շուկեն ֆոլք երգի իրենց թույն գժական ոճով ներկայացրած տարբերակներ Միքայել Ոսկանյանը եւ MVP բենդներ եւ իհարկե մեր հյուրն է Միքայել Ոսկանյանը, կոմպոզիտոր, թարար, ֆանտաստիկ մարդ, տաղանդավոր մարդ, կարգին մարդ, իսկական հայ։ Ոնց է։ Да, այսքան դա բառեր ասացի կարողություն։ Ոնց պայմանավորվեց։ Շատ լավ։ Շնորհակալություն ես գործի համար։ Ես մի քանի անգամ լսել եմ ու օրվա տարբեր ժամերին։ Առավոտն եմ լսել, ցերեկը, երեկոյան։ Առավոտ լսել եմ, երբ որ նոր եմ արթնացել, երբ որ բան չեմ հասկանում, ինչա կատարում, պարզապես զոմբիացած մեքենայի ղեկին նստած գնում եմ, գալիս եմ աշխատանքի։ Այս երգը ինձ արթնացրեց, լավ էմոցիաներ տվեց, դրական էր շատ։ Ցերեկն եմ լսել, երբ որ երեխաների հետ աժիոտաժի մեջ դպրոցից պարապմունքներ բան ու ընտանիքով սենց ինչ-որ դոմնակալյոսով վիճակում ու երեկոյան աշխատանքից հետո, երբ որ ցավոք սրտի երբեմն ականջովդ լսում ես գաղջ, սա լսեցի, երեկոյան ինքը սենց ուրիշ ձև մատուցեց Երևանն ինձ ու սենց ուրիշ մուդի մեջ գնացել եմ տուն։ Շնորհակալություն, բոմբեր։ Ինչու հենց այս գործը ընտրեցիք։ Չէ՞ որ շատ գործեր կան, ինչու հենց Ինչու սա, մենք ուրեմն տղաներով ու մեր թիմով մի բան եղավ, որ որոշեցինք հայկական ֆոլք երգեր ընտրել ու ռիմեյք անել, որպես այլընտրանք մեր փարթիներին եւ այլն, որովհետեւ մեզ հրավիրում են երբեմն հարսանիքներ կատարելու, հարսանիքների նվագելու եւ հարսանիքների երաժշտությունը մեծամասամբ գիտենք ինչ ձև է, մենք որոշեցինք այսպես մի քիչ ուրիշ ձևով, բայց նաև այդ որպեսի շարժի նաև մարդկանց, անկեղծ եմ ասում, հենց այս նպատակով մի քանի գործեր մշակեցինք, բայց այնպես ստացվեց, որ մեզ անձամբ շատ դուր եկավ այս բանը, որոշեցինք շատ լավ է ստացվել, եկեք ձայնագրենք իրենց, ի սկզբանե չի եղել նպատակ ձայնագրելու, ձայնագրեցինք եւ նաեւ տեսահոլովակով փորձեցինք ներկայացնել այս երգը։ Իսկ Մոկած շուկեն մեր հայկական երգարվեստում, ֆոլքի մեջ, այսպես մենք հենց այսպես էլ իրեն բնորոշում ենք որպես funky Starminian song, folk song, այսինքն ամենաֆանկի երգն է, ինքը անկախ ցանկացած տարբերակով որ այս երգը լսում եք, ինքը շարժում է, որովհետև երգի բնույթն էլ է այդպեսին, ինքը կատակ երգ է, ինքը իր մեջ այսպես խաղարկային մոտիվներ ունի, խաղ կա եւ ֆլիրտ կա եւ ամեն ինչ այսպես։ Դուք շատ հետաքրքիր կերպով կարողանում եք համադրել ժամանակակից երաժշտությունը ֆոլքի հետ։ Այդ ոգեշնչման աղբյուրը որտեղից է գալիս։ Երևի թե այն background-ից, որ ունեմ, նաև այստեղ պետք է ասեմ թիմային աշխատանքի մասին, որ մենք մեր խմբով շատ տարբեր մտքեր ունենք եւ տարբեր այսպես աշխարհայացքներով միգուցե եւ տարբերություններ կան եւ նմանություններ կան եւ ամեն ինչի համադրումով փորձում ենք ստանալ մեր տարբերակները եւ այսպես կասեմ հիմքում ես որպես ազգային նվագարան նվագող մարդ, ազգային դաստիարակություն ստացած մարդ ունեմ այդ հայկական ֆոլկը, բայց նաեւ հետևում եմ ամբողջ աշխարհի երաժշտությանը եւ նաեւ ինչու՞ չէ, նաև ճաշակ ունեմ եւ այդ ամեն ինչը փորձում ենք այսպես գումարել իրար ստանալ որևիցե արդյունք եւ այսպես ներկայացնել։ Շատ անկեղծ ու ճիշտ է, ճաշակ ունեք նաեւ, ճաշակ ուներ տեսահոլովակի ռեժիսորը, ով էր նա։ Տեսահոլովակի ռեժիսորը շատ ֆանտաստիկ մեր հայրենակից Անդրանիկ Բերբերյանն է, ով ռեժիսոր, դոկումենտալիստ, նաև շատ լավ երաժիշտ, իրեն կարող եք Ես զարմացա, որովհետև ես նրան որպես երաժիշտ գիտեմ։ Այո։ Անդրանիկը կարող եք հիշել Սամում, այսպես Մարիա երկար, հիշեք այդ Սամումի երկեք հիշեմ, մեկ դու հիշում ես երկը։ Երկը չեմ հիշում, բայց տեսահոլովակը ժամանակին շատ այսպես աժոտաժ առաջացրեց։ Անդրանիկն է Բերբերյան, նաև օպերատոր շատ տաղանդավոր Նիկ Կորնև, ազգությամբ ռուս, հիմա Հայաստանում է բնակվում եւ նաև պետք է ասեմ տեսահոլովակը կարելի է պրոդյուսերական աշխատանք համարել, որովհետեւ հենց պրոդյուսերների
այսպես տեսլականով եւ մտահղացմամբ նկարահանված աշխատանք է եւ իմ թիմին եմ ուզում նաեւ նշել Օբերտոն երաժշտական ընկերությունը, պրոդյուսեր Լուսինե Ոսկանյան, գլխավոր պրոդյուսեր եւ թիմի մյուս անդամներին ժամանակ լինի կնշեի, բայց նշեք, այո, շատ են, իսկապես մեծ թիմ է աշխատել այո, բոլորին ուզում եմ շնորհակալություն ասեմ, նաև ուզում եմ նշեմ, շատ քիչ եմ խոսացել այսպես տեսոլավակում ներկա մարդկանց մասին, բոլոր արվեստագետներ են լավագույններից իրենց ոլորտում Եվ տեսնում եք, այսպես կատակարացում ենք արվեստագետների փարթի ենք արել, այո, կինոռեժիսորներ, ֆոտոգրաֆներ, արվեստի համադրողներ եւ այլն, այսպես։ Ես մի հարց ունեմ։ Իհարկե։ Ինչ կարևորություն ունի թառը ժամանակակից երաժշտության մեջ եւ ինչ ենք անում այդ ամեն ինչը պահպանելու համար։ Հետաքրքիր հարց է, երբեք չեմ մտածել կարևորության մասին, ընդհանրապես կարևորությունը ավելի խորքային եմ տանում, որ հայկական ֆոլկը ներկայացնելը ժամանակակից դիտանկյունից շատ կարևոր է, որովհետև ցանկացած բան ինչքան էլ որ արժեքավոր լինի, երբ որ իրեն ժամանակի մեջ չես դիտարկում, դառնում է թանգարանային նմուշ եւ 1000-ից մեկ մարդիկ գնում են նայում են եւ այլն։ Եվ ես կողմ եմ միշտ եղածի ուժեղացմանն ու զարգացմանը եւ նույնպես նաեւ թառի կատարողականը, թառի մեկնաբանությունը եւ ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում եւ նաև դրա միջոցով բերում ենք առաջին պլան նաև հայկական մշակույթի տարբեր արժեքավոր ստեղծագործություններ եւ դա կարծես այսպես միսիայի նման բան է, որ իմ ամբողջ այսպես կարիերայի ընթացքում ուղղորդել է ինձ եւ խնդիր կար նաև ինչպես Հայաստանում դա առաջ բերել, որովհետեւ ժամանակին երբ որ մենք սկսում ենք մի քիչ դաշտահայել էր եւ այս հիմա մենք շատ լավ տաղանդավոր խմբեր գիտենք, երաժիշտներ գիտենք ֆոլկ, ժամանակակից ֆոլկում, որ կատարում են, բայց այն ժամանակն 15-16 տարի առաջ այդքան էլ այդպես չէր եւ առաջիններից մեկն ենք, որ այս մոտեցմամբ փորձեցինք այսպես զգալով զարկերակը Ցավոք սրտի, ինչպես նշեցի, մեր ժամանակը շատ քիչ է։ Մենք շատ կարող ենք խոսել, ես նորից եմ ասում, մեր հյուրերը այնքան լավն են, որ մենք այնքան թեմաներ ունենք, բայց ցավոք սրտի ժամանակն է սուղ ու ես վստահ եմ դեռ առիթներ կունենանք հանդիպելու նոր գործեր։ Ցավոք սրտի ապրովական իրականության մեջ, որ Գարջը YouTube-ում ավելի շատ դիտումներ է երբեմն հավաքում, Գարջը ավելի շատ ենք լսում, հնչում է թե մեքենաներում, թե վայրերում տարբեր, բայց այս մյուզիկն էլ է պետք, որը որ մաքրում է, որը որ բուժում է, որը որ ամոքում է, որը որ մերն է նաև։ Իհարկե լսումներով չենք կարող մրցել այս պահին, բայց ամեն դեպքում պետք է նշեմ, որ այս լսումները, որ մենք ունենք, ռեալ մարդիկ են ու այդքանն էլ արդեն իսկ հիմք է, որ ավելացնենք։ Իհարկե մենք պետք է աշխատենք այդ լսումները ավելացնենք, այսինքն փոխենք մարդկանց մի քիչ։ Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ Միքայել, որ գտաք ժամանակ եկաք մեր մոտ, վստահ եմ, որ վերջին ժամանակում sense չէիք արթնացել, ոնց որ մեր մոտ արթնացաք, թե արթնացած եք եկել արդեն։ Չէ, արթնացած եմ եկել, ես միշտ անկեղծ եմ, բայց ձեր հետ իհարկե հաճելի էր ու վստահ եմ, որ օրս այսպես լավ կշարունակենք։ Տպավորիչ կգնա։ Սա կենտրոն հեռուստաընկերությունն այլ կերպ լինել չի կարող, ցավոք սրտի պետք է ասենք հրաժեշտանք մեր հեռուստադիտողին, իսկ դուք մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ, որովհետև մենք օրվա ընթացքում տարբեր ժամերի առաջարկում ենք բազմաթիվ պրոյեկտներ, ֆիլմեր, երաժշտություն, դոկումենտալ, այն ինչը պետք է ձեզ եւ այն ամենակթիմազնել նույնիսկ կգտնի կենտրոն հեռուստաընկերության եթերում իր սրտով իրեն հարազատ մի հաղորդում, մի ֆիլմ կամ ինչ-որ մի բան դիտելու վստահ եմ կգտնեք։ Վաղ առավոտյան 9:30-ից կաշխատեն մեր մյուս գործընկերները։ Ոյ մենք ենք էլի, վաղը մենք ենք լինելու, էլի մենք ենք լինելու։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողին, վստահ եմ նաև կգտնեք, թե ինչ ֆիլմ պետք է դիտել, լավ տրամադրություն էներգիան է փոխանցեցինք ձեզ։ Իսկ ես գնամ սուրճ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։